եւ նաեւ մեկնա ուրեմն գնահատականը այն խայտարակության, ինչ այսօր տեղի անենում հայ-առաքելական եկեղեցու եւ վեհապարի նկատմամբ։ Երկու բառով դու երևի մեծ ասես։ Երազում կպատկերացնեիք, որ մենք պիտի գանք այսօր դիմավորելու վեհապարին, որովհետեւ վեհապարը թիրախավորված է, ինչ որ անհասկանալի արարածների կողմից։ Մեր երկրում մենք մեր ամենայն հայոց կաթողիկ խոսում դիմավորում ենք, ու sense մեր մեջ կռիվ կա, որ հանկարծ մեկը սխալ կյանքից սա չէ։ Գիտես այն ժամանակ երբ դեռ մի քանի տարի առաջ մենք Էջմիածնում հավաքվում էինք, այդ ժամանակ ինչ որ հոգեկան հիվանդ շիզոֆրենիկներ ինչ որ տենց կոչեր էին անում, բայց դա չէր կատարվում վարչապետի մակարդակով։ Դե դեմնեք իր մանկլավիկներն էին անում այն բանը, հիմա անում է ինքը։ Արդեն բանը հոգին վրա է հասել, չի դիմանում։ Բայց ոնց անակ քո տպավորությունները կարողանալու է ինքը ըստ քեզ ինչ որ հասնի են նպատակին, անկախ այնց թե վերջնական նպատակը որն է, բայց կարծում եմ արդեն ակնհայտ է, որ նպատակն է, որպեսզի ունենա նիկոլական եկեղեցի, նիկոլական ինքը մեսիան է, ինքը տենց էլ եկա, որ ինքը մեսիան է, տենց իկոնաներ բաներ էին։ 18 թվին։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Սա վերջին սալմանն է։ Աստծո հետ է սխալվում, հայ-առաքելական եկեղեցու ուղղությունն ես ուզում փոխել, պարսկիպուր, ուրեմն շատ լուրջ խաղի մեջ ես մտել, որ դու պետք է գնաս վերադառնաս քո դժոխքը, որտեղից որ եկել ես, քո բոլոր հեղինակներով եւ այլն։ Կարող է ճանապարհը սա օրինակ։ Որ գնա, եթե շատ լինենք, Եթե շատ լինենք, Իսկ ոնց ես գնահատում մարդկանց քանակը, ժամի ու վայրի համադրությամբ։ Ժամի հետ կապված նորմալ է, բայց եթե շատ լինենք։ Ժամը մեկն է ու մենք եկեղեցու խորհուրդը տնությունների ժամանակ հարսանիքները, այլ ուղղակի ստեղծել, որտեղ խորհուրդը շատ ավելի մեծ ու կարևոր է, քան կանոններն ու կանջույքները։ Համաձայն եմ։ Ձայնը լավ է, ես հիմա ստուգեցի ձայնը պաստորեն լավ է։ Փորձենք հասկանալ, թե ուրիշ ում հետ կարելի է։ Էլի Բեգավային ունենք։ Էլի Բեգավային Բերմանեն